Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք։ Այսօր խոսենք դդմի սերմի մասին։ Դդմի մասին մենք հաղորդում ենք արել եւ բավականին բազմաթիվ լսողներ են եղել, տեսնողներ են եղել, մոտավորապես 12000 հոգի։ Այսօր դդմի սերմը խոսենք թե ինչ նշանակություն ունի օրգանիզմի համար։ Դդմի սերմի սիրահարները բավականին շատ են, այն օգտագործվում է նաև որպես մթերք։ Դդմի սերմը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր, ամինոթթուներ, միկրոտարեր, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ծծումբ եւ ցինկ։ Պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին E, վիտամին E-ն դա տոկոֆերոլն է, վիտամին E-ն մեծ դեր ունի օրգանիզմի համար, այն ապահովում է թթվածնի մուտքը եւ նրա յուրացումը օրգանիզմի կողմից։ Վիտամին E-ն մաքրում է օրգանիզմը, չեզոքացնում է բոլոր թույները, այն խարամները եւ թունավոր նյութերը հեռացնում է օրգանիզմից։ Վիտամին E-ն նաև նպաստում է տրոմների ներծծմանը, հատկապես սրտի կորոնար զարկերակների վրա, եւ որոնք առաջանում են աթերոսկլերոզի հետևանքով, այն կանխում է այդ զարկերակների խցանումը եւ ապահովում է սրտի նորմալ աշխատանքը։ Բացի այդ, այն ներծծում է կելոիդ սպիները, խծապները, որոնք կարող են առաջանալ վիրահատություններից հետո վերքերի ժամանակ, ինչպես նաև կա այդպիսի հիվանդություն, որի ժամանակ առաջանում են կելոիդ սպիներ, կոչվում է կելոիդոզ, այդ հիվանդությունը վիտամին E-ն վերականգնում է, բարձրացնում է տղամարդու պոտենցիան եւ ապահովում է նրա նորմալ սեռական բավարարվածությունը։ Հարգելի բարեկամներ, այս սերմը պետք է օգտագործել, այսինքն թարմ վիճակնախ հում վիճակում պետք է օգտագործել եւ եթե գնում եք շուկայից, ապա գնեք անպայման կեղևով, որտեղ առանց կեղևի այն հեշտությամբ կորցնում է իր օգտակար հատկությունները։ Դա այդ մաքրելը նրա կամ կներեք չրթելը նաև հանգստացնում է նյարդային համակարգը, մեկ կես բաժակ այսպես մի բուր դդմի սերմերը ապահովում են այդ օրվա վիտամին E-ի պահանջը։ Սերմերը պարունակելով կուկուրբիտին, որը թունավոր է ճիճուների համար, այն հանդիսանում է նաև հզոր ճիճվամուղ միջոց։ Մենք ճիճուների մասին հաղորդում ենք արել եւ 300 գրամը օրվա բաժինն է, այն օգտագործելիս ճիճուները օրգանիզմի հեռանում են։ Ասել եք թե ինչպես են օգտագործում, կարող եք ճիճվաթափությունը նայել եւ օգտագործել։ Ուզում եմ խորհուրդ տամ ձեզ, բազմաթիվ հիվանդներ զանգում են, հատկապես կանայք ունեն արգանդի իջեցում, լյարդի իջեցում եւ այլը։ Մենք պորտի հաղորդման ժամանակ, պորտի եւ առողջությունը ասեցինք, որ եթե խանգարվում է պորտային օղը, տեղից դուրս է ընկնում կամ ինչ որ թեքվում է եւ այլը, պոկվում է տեղից, ապա այդ ներքին օրգանները իջնում են մեկը մյուսի վրա եւ խանգարում են իրար աշխատանքին։ Ինչ պետք է անեք, վերցնում եք 5 ձվի կճեպ, լվանում եք, չորացնում եք, մանրացնում եք, խառնում եք 9 լիմոնի հետ, լիմոնը լավ կլվանա կեղևով եւ ձվի կճեպների հետ միասին կաղաք։ Աղալուց հետո պահում եք 4 օր, 4 օրից հետո վրան լցնում եք կես լիտր օղի, մնում է 2 օր եւ խմում եք 50 գրամից օրը 3 անգամ ու ցանկալի է քաղցած վիճակում։
դա կնպաստի այդ օրգանների տեղադրումը եւ դասավորության, այսինքն կնպաստի նրանց բարձրացմանը, սա փորձված միջոց է ժողովրդական բժշկության արսենալից, որը ես դες հրամցնում եմ։ Այսքանը դդմի սերմի մասին, խնդրում եմ, եթե կունենաք հարցեր, կարող եք տալ դեր հարցերը, եթե հարցեր եք տալիս եւ դրանք երկար են, ինչ անենք, ոնց անենք, ինչպես անենք, խնդրում եմ ավելի լավ է զանգահարեք, քան թե գրեք, որովհետեւ դա նամակագրական կապ է, դու գրեք, ես գրեմ եւ այլը, այդքան ժամանակ չկա։ Լավ կլինի, որ զանգեք եւ հարցնեք եւ ես ձեզ սիրով կպատասխանեմ։ Մեր ունկնդիրներից մեկը հարցրել էր, որ ունի պորտից գալիս է արտադրություն եւ տհաճոտով, ես պատասխանեցի, որ դա սնկային հիվանդություն է, իսկ դրա դեմ պայքարելու համար պետք է այն լվանակ ջրածնի պերօքսիդով, պերեկիսով եւ այսպես ականջի այդ փայտիկով յոդ եք ներծծում եւ քսում եք պորտին։ Մի քանի անգամ անելուց հետո սնկային հիվանդությունը կվերանա։ Եթե կունենաք առողջության համար հարցեր եւ դիմել, կարող եք դիմել Պուշկինի 38 տեղեկատվության եւ բուժման համար։ Հիմա ես դες ցույց տամ իմ գրքերը, այդ բոլոր ասածները գրված են իմ գրքերում։ Այս գիրքը Ալկամա գիրքն է, որը վերահրատարակվեց երրորդ անգամ, հարգելի բարեկամներ, պարունակում է 970 տեսակ հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է համառոտակի, բայց տրված է մեծ քանակությամբ դեղամիջոցներ, որոնք դուք կարող եք օգտագործել, այսինքն մեկը չօգնի, կարող եք անցնել մյուսին եւ այլը, գիրքը ունի իր պատկերասրահը, գունավոր նկարները, այն բոլոր բույսերը, որոնք ներառված են դեղատոմսերում, նկարների տակ գրած է 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, լատիներեն, գիրքը ունի իր հրաշալի հավելվածը, որտեղ ներառված է նաեւ բժշկության, ժողովրդական բժշկության մյուս ձևերը, մյուս մեթոդները եւ ունի քառալեզու բառարան գրքի հետևում այդ 3 լեզուն ավելացրած նաեւ անգլերեն։ Հաջորդը բժշկարանն է, պարունակում է 90 տեսակ հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է ավելի ընդարձակ եւ դարձյալ բուժումը տրված է ժողովրդական բժշկության մեթոդներով, գիրքը դարձյալ ունի իր պատկերասրահը, գունավոր նկարները տակ գրված են 3 լեզվով եւ ունի իր քառալեզու բառարանը։ Մյուս գիրքը Լեչեբնիկ, որը հանդիսանում է դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Այստեղ բոլոր հիվանդությունները գրված է շատ մանրամասն եւ տրված է նրանց բուժումները։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։